Թևերներս չեն քշտում գնում իրանց ծեծելու։ ՔՊ-ի մանկապարտեզը սարքած մանկապարտեզի ճաչեն է այս։ Չախա այդ որ վրեն կոմեսրոպի լսի ես կովվերեն արա։ Այո, ես հայոյել եմ հեռախոսով, չեմ հրաժարվում, վերահաստատում եմ հայոյանքս։ Յոգուրտը թափում ես նկարի գլխին, դա քաղաքական ակցիա է։ Իր ընդունարանում իր ենթակաների հետ ակտիվիստին դաժան ծեծելուց 20 օր անց միայն Նոր-Նորքի թաղապետն այսօր հրաժարական տվեց։ Ուրեմն քաղաքական դաշտում իմ անելիքները որոշում եմ ես, երբ եւ որ ժամանակահատվածում։ Եթե Հանրապետություն կուսակցությունը Արամ Սարգսյանի գլխավորությամբ որոշի, որ ես պիտի հեռանամ պաշտոնից, ես կհեռանամ պաշտոնից, նորից կշարունակեմ լինել Հանրապետություն կուսակցության անդամ։ Քաղաքապետ Ավինյանը հենց նիստի սկզբում նրան ձայն տվեց։ Պետք է խնդրեմ դուք ասելիք ունեք։ Դառնալու է շահարկման առարկա այն, որ ես լինելով Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար, խոչընդոտելու եմ դատավարության ընթացքին։ Հետևաբար, պարոն քաղաքապետ, այսօրվանից դադարեցնում եմ իմ լիազորությունները որպես Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար։ Այս բան Տեր-Մարգարյան, կարծում եմ դուք պետք է ասելիք ունենաք։ Ավինյանը Տեր-Մարգարյանին հորդորել էր խոսել նաև դեպքին հաջորդող նիստին, մայիսի 5-ին։ Որևէ մկան ավել շարժում պետք է կատարի։ Եվ մկան նկատի չունեմ բիլակները, նկատի ունեմ ունքը։ Ամեն օր ինչ-որ մեկը ինձ վիրավորում է։ Թևերներս չեն քշտում գնում իրանց ծեծելու։ Թևերը քշտած եւ բիլակների մկանները շարժած թաղապետը սակայն բավարարվել էր ներողությամբ։ Եվս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն։ Զղջում եք, որ ծեծել եք Չախոյան։ Ոչ։ Ծեծի համար ոչ միայն չի զղջում, այլև սպառնում է վերադառնալ 2026-ի ընտրություններին եւ քաղաքական վախճան բերել ազգային ժողովում ծվարած մանդատագողերին։ 2026 թվականին ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին։ Հաջողությունները մաղթում ձեր ապագա բոլոր նախաձեռնություններում։ Նոր-Նորքի թաղապետարանում ծեծից հետո 2 քրեական գործ է հարուցվել։ Ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու, նաև թաղապետին։ 26 թվին կհանդիպենք։